Եվրայեցիների 11-րդ գլխի վերջի խոսքը կարդամ։ Ով գիտի Եվրայեցիների 11-րդ գլխի ինչի մասին է խոսում։ Հավատքի հերոսների մասին։ Այդ հերոսները հաղթեցին թե պարտվեցին։ Հաղթեցին։ Տեսեք, բայց 39-40 խոսքը կարդամ մի քիչ տարօրինակ կթվացես եւ փորձենք դրա շուրջը խորհել։ Ես սրանք ամենը հավատքով վկայություն առան, բայց խոստումքը չընդունեցին։ Չտեսան։ Որովհետև Աստված մեզ համար ավելի լավ բան նախապատրաստեց, որ նրանք առանց մեզ չկատարվեն։ Մեղքս շատ եկավ նրանց վրա։ Ձեր մեղքը չեկավ։ Հիմա ձեզ մի հարց տամ։ Ովքեր են սիրում հաղթական կյանք ապրել։ Իսկ ովքեր են ապրել հաղթական կյանք։ Սիրելը եւ ապրելը տարբեր են։ Իսկ ովքեր են ապրել միայն հաղթական կյանք։ Մենակ հետաքրքիր է։ Ովքեր են ապրել մերթ հաղթական, մերթ պարտված կյանք։ Իսկ ովքեր են միայն ապրել պարտված եւ հուսահատ կյանք։ Ուրեմն ձերքերի մեծամասնությունը եղավ մեկ անկում, մեկ հաղթանակ։ Ինչ եք կարծում, անկումը մեր կյանքում նորմալ երևույթ է, թե տարօրինակ։ Դա պետք է լինի, թե չէ։ Կատա։ Հնարավոր է արդյոք արդար, բարեպաշտ, Սուրբ Հոգով լեցված քրիստոնյայի համար այնքան անկում եւ այնքան ցածրացում, որ հոգիվոր պայքարը իր համար դառնա անհնարին եւ պատրաստ լինի հանձնվել։ Հանձնվել յուղից դասը։ Նորից եմ ասում։ Հնարավոր է արդյոք հավատացյալ Հիսուսին շատ մտերիմ, նրա սիրտը իմացող, նրա կամքը իմացող, աղոթքի այր, հրաշքներ ճաշակած, հաղթանակներ տեսած մարդը ընկճվի այն աստիճան, որ հանձնվի եւ չկարողանա շարունակել հոգեվոր մարդը։ Ովքեր են ասում այո։ Իսկ ովքեր են ասում ոչ։ Ոչը, շատ։ Ուրեմն 4 մարդկանց վրա օրինակները ես կբերեմ կամ կարդեմ եւ կփորձենք միասին խորանալ սրա շուրջը։ Առաջինը Հոբ։ Հոբի կյանքը։ Ով էր Հոբը։ Նա ապրում էր Հուս քաղաքում։ Սուրբ Գիրքը ասում է, որ կատարյալ էր, աստվածավախ, չարիքից հետ կանգնող եւ ուղիղ մարդ։ 4 հատկանիշներ։ Կատարյալ, աստվածավախ, չարիքից հետ կանգնող եւ ուղիղ մարդ։ Եվ հանկարծ ինչ տեղի ունեցավ Հոբի կյանքում։ Դուք գիտեք ինչով պիտի վերջանա Հոբի կյանքը, բայց Հոբը չգիտեր ինչով պիտի վերջանա իր կյանքը, համաձայն եք։ Հոբը ոչինչ չգիտեր։ Հոբը Հոբի գիրքը չէր կարդացել։ Նա կորստում է իր ամբողջ ունեցվածքը, կորստում է 10 երեխաներին, իր ֆիզիկական առողջությունը գլխից մինչև ոտքի մատների ծայրը, վերքերով ու հիվանդությամբ պատվեց։ Տեսեք, Հոբի 6-րդ գլուխ 4 եւ 8-9 խոսքերը։ Խնդրում եմ ուշադիր լսեք։ Սրանք խոսում է Աստծո մի այր, որը կատարյալ էր, աստվածավախ, չարիքից հետ կանգնող եւ ուղիղ մարդ։ Գոնե սա Աստված էր ասում նրա մասին, ոչ թե մենք։ Սա Աստծո բնութագրումն էր Հոբի վրա։ Որովհետեւ ամենակարողի նետերը ինձանում են, նրանց թույնը ծծում է իմ հոգին, Աստծո արհավիրքները շարվել են իմ դեմ։ Չի խոսում սատանայի մասին, նրա դրա կողմը ուղղված։ Աստծո։ Նորից եմ կարդում, որովհետև ամենակարողի նետերը իմ մեջ են, նրանց թույնը ծծում է իմ հոգին, Աստծո արհավիրքները շարվել են ինձ դեմ։ Երանի թե ուզածս կատարվեր, եւ իմ ակնկալածը տար Աստված, եւ հավաներ Աստված ինձ ջարդելու, ինձ եւ ձերքին ձերքն արձակել եւ ինձ կտրել։ Այսինքն ինձ ոչնչացնել եւ բնաջին ջանել։ Կուզենայի վերջանալ։
Եթե մեր խոսքով բնութագրենք, գոնե ասպես կարող ենք ասել, որտեղ ես չեմ ուզում ապրել, ես ուզում եմ մեռնել, ես հուսահատված եմ եւ ես քեզ չեմ հասկանում։ Ինչու՞։ Ես իմ ամբողջ կյանքը փորձեցի ապրել քեզ համար։ Ամեն ինչ արել եմ քեզ հաճելի լինելու համար։ Եվ իմ հասակակիցների մեջ, իմ շրջապատի մեջ ոչ մեկը այդ նվիրումը եւ ներդրումը չարեց, ինչ որ ես արեցի։ Բայց քո ձեռքը ծանրացավ հատկապես իմ վրա եւ ինչու ես քեզ չեմ հասկանում։ Հնարավոր է արդյոք ձեր կյանքում լինեն պահեր, որ դուք ասում չհասկանաք։ Դերը ինչ որ բաներ է անում ձեր կյանքում, շատ դժվար։ Գուցե ծանրացած ձեռքով եւ դուք չեք կարողանում իրոք հասկանալ։ Շարունակենք։ Արդյոք այս խոսքերը նման էին արդար մարդի խոսքերի։ Ո՞վ է մեղք չէր գործում։ Նա զոհեր էր մատուցանում նույնիսկ իր որդիների հնարավոր գործած մեղքերի համար, այսինքն հաստատ չգիտեմ մեղք գործել են թե ոչ, բայց նա վսյակից պիտի, այսպես ասած, զոհեր էր անում։ Ասում էր գուցե հանկարծ իմ որդիները իրենց սրտի մեջ ասում հայոց լինեն։ Նա կատարյալ էր քայլում Աստծո հետ, եւ ահա արդյունքում ինչ տեղի ունեցավ։ 7-3 Այսպես էին բաժինը, եւ նրանք եղան ունայնության ամիսներ եւ դժվարության գիշերներ որոշվեցին ինձ համար։ Ես խնդրում եմ մենք փորձենք մտնենք հոբի հոգեբանության մեջ։ Փորձենք հասկանալ հոբին։ Շարունակում է տրտունջ բողոքները 7, 15, 16, 20 Իմ հոգին ընտրում է խեղդվելը եւ մահը, քան թե այս ոսկորներս հոբի մեջ հոգևոր ցավ է, ասում եմ ոսկորներիցս առավել իմ հոգին է ընտրում խեղդվել ու մեռնել։ Գիտեք, երբեմն կան մարդիկ կյանքում պահեր, երբ որ ֆիզիկական ցավերը քեզ այնքան դժվարություն չեն պատճառում, որքան հոգեբանական ցավերը։ Հոբը Աստծո հանդեպ ունեցած հարաբերության մեջ հոգեբանական ցավ էր ապրում։ Ես ձանձրացել եմ, հավիտյան չեմ ապրելու։ Հեռացիր ինձանից, որովհետև օրերս ունայնություն է։ Ո՞ւմ էր ասում Հոբը հեռացիր։ Աստծո։ Դուք պատկերացնում եք, երբ մարդը կարող է ասել հեռացի ինձանից, ես չեմ ուզում եմ մեռնել։ Եսա, կատարյալ, աստվածավախ, չարեկից հետ քաշվող եւ ուղիղ մարդ էր ասում։ Ինչու՞։ Որովհետեւ բարձրալը նրա այդ գործեր էր անում, որ ինքը չէր հասկանում։ Եվ հնարավոր է, որ Աստծո մարդը ապրի այսպիսի ներքին զգացում, ուղղակի Աստծուն չհասկանալու պատճառով։ Աստված այդպիսին չէ, ուղղակի դու չես հասկանում Աստծուն։ Ինչու եմ ես այս օրինակների վրա ուզում մենք խորանանք, որպեսզի եթե մեր մեջ որևէ մեկը կամ շատերը ապրում են այսպիսի ներքին հոգեբանությամբ, իմանաք, որ հույս կա ձեզ համար։ Բարձրալը ձեր կյանքում հրաշալի բաներ է անում։ Թեկուզ այն կարող է ժամանակավոր ցավ պատճառել մեզ, սակայն այն վերջանալու է Եբրայեցիների 11-րդ գլխի վերջին խոսքով։ Նրանք խոստումները առան, չէ, հավատքի մեջ նջեցին, խոստումները չառած։ Եվ նրանք չեն հասնել դրան, մինչև մենք չհասնենք դեռ, մինչև մեզանով չկատարվի ամեն բան, մինչև չվերջանա եկեղեցու վերջնական հաղթանակը։ Շարունակենք։ Տեսեք Տիրոջն ինչ է ասում. մեղանչել եմ արդյոք, ինչ եմ արել քեզ, ով մարդիկ դատող, ինչու ես ինձ համար նշան դրել, որ ես ինձ վրա բեռ եմ դարձել։ Ասում եմ, չի ես նշանակել այդ ինձ վրա դրել ամբողջ աշխարհում, ով դու մարդկանց դատող Աստված, եւ ես իմ համար դարձա բեռ, ինքս ինձ չեմ կարող տալ։ Նա այլևս ետ չէր տեսնում։ Եվ այս պահին գալիս են Հոբի 3 մխիթարիչները։ Ով գուզենար այդ մխիթարիչների նման մխիթարիչ ունենալ։ Գիտեք, մարդիկ, որոնք ոչ Աստծո ծրագիրը գիտեն, ոչ Հոբի իրական կյանքը գիտեն, ոչ էլ Աստծո գնահատումը գիտեն Աստծո մարդի վրա, գալիս են սվիներով ու մեղադրանքներով։ Պատահելաց է, որ ձեզ հետ որ մարդիկ մեղադրանքներով կան ձեր վրա։ Դու այսպես ես գիտեմ, էդի քեզի պետք է արժանի ես նաև դրան, այդպես էլ պետք է լինի Աստված քեզի պիտի էդի ջարդի, այսպես է։ Ամբարիշտի վերջը էս է։ Բայց նրանք չգիտեին Աստծո սիրտը, որովհետև ի վերջո Աստված նույնիսկ Հոբին վերջում ասաց, որ գնացեք Հոբին էլ խնդրեք, որ ձեր համար աղոտ անի, զոհ անի, որ ես ձեզ ներեմ։ Կարդամ։ Նրանք զինված էին մի մտքով, որ Աստված երբեք արդարի նկատմամբ նման բան թույլ չի տա։ Ուրեմն մնում են, որ Հոբի մեջ կընտրեին մեղք։ Խնդրում եմ, ով եկեղեցի, եթե որևէ մարդ, հատկապես ասուային մարդիկ, ովքեր որ աշխատում են Աստծո համար, ապրում են նրա համար, եթե կընկնեն դժվարությունների եւ նեղությունների մեջ, անմիջապես մեղադրության սվիններով մի արձակեք մարդկանց վրա։
փորձեք խորանալ եւ տեսնես նրա արմատները։ Ովը տեսեք ինչ էր ասում, ովը հասնում է հուսահատության վերջի ծայրահեղ աստիճանին։ Ով 12-14 տես նա կքանդի ու չի շինի։ Մեկի վրա կկողպե ու չի բացի։ Փոխանակ հոբին մխիթարեն եւ ցույց տան ելք այս վիճակից, տեսեք Սոփատը ինչ է ասում 11-14-ը, բայց ամբարիշների աչքերը պիտի նվաղեն եւ ապաստարանը պիտի կորչի նրանից եւ նրանց հույսը ոգեվարքի է։ Այսինքն ուզես ասել, որ դու ամբարիշտի պես մեկն ես եւ քո հույսը մենակ հոգեվարքն է, որ հոգիդ տաս պրծես։ Ես հիշում եմ տատս այդպես խասյաթ ուներ, որ ասենք մի հատ հիվանդներ մխիթարական բան չուներ ասել։ Ասեմ չէ կար ասում ոչինչ լավ կլինի, լավ կիր, ես արա։ Գար պիտի կմեռնես։ Ոչ չես ապրի։ Այդ մարդը եթե քիչ մի կատի հույսներ դեռ սիրտը կային։ Հիշում եմ պապիս էլ գալիս ասում չի Հովհաննես ջան կմեռնես։ Այդ տա էլ ուրիշ բան չունես ասել փոխանակ Հովհաննեսի Քրիստոս Հովհաննեսի սիրտը կայնացնում է։ Մենք երբեմն այսպիսի հույս տվողներ ենք դառնում։ Ովը դեռ շարունակում է չմեղանալ։ Քանի որ իսկապես չի հասկանում թե ինչու։ 10-րդ գլուխ 12:7-ը Հոգիս կյանքից զզվել է բաց թողնեմ ինձ համար գանգատս խոսեմ հոգուս դառնության ժամանակին։ Իրոշն ինչ ասում, դու չթափեցիր ինձ կաթի պես եւ բանրի պես թանձրացրի։ Եթե ամբարիշտություն անեմ վայ ինձ, արդար էլ լինեմ գլուխս չեմ կարող բարձրացնել, լծված եմ անարգությամբ եւ տես իմ թշվառությունից։ Ուզում են ասել, որ քո մոտ արդարությունը մեղադրանքն էլ նշանակություն չունեն։ Եթե արդար լինեմ, ինչ կարող անեմ քո դեմ, որովհետեւ ես փորձեցի իմ կյանք արդար ապրել, սակայն տակավին այս է իմ բաժինը։ Ինչու համար ես երեսդ ծածկում եւ ինչ թշնամի ես համարում քեզ, եւ ես ամեն ինչից զրկվեցի, եւ իրապես ամեն ինչից զրկվեցի։ Ովը կարծում էր, թե Աստված իր թշնամին է դարձել։ 13:24 տեսա։ 16:16-ը տեսեք։ Երեսս կարբրոտել է լացելուցս եւ արդևանոքներից վրա մահվան ստվեր կա։ Շարունակենք իջնեցած, հոբի ծայրահեղ, այսպես ասած ծայրահեղ աստիճանը որ ասնում է։ Եվ երբ որ հոբը լրիվ ամբողջապես սկսում է հույսը կորցնել, նոր Աստված հայտնվում է դրա կյանքում։ Տեսեք, ի վերջո փառք Աստծուն, որ Աստված հոբին կարողացավ հասկացնել։ Հոբ 42-ի 3-ից 5-ը կարդա։ Ով է նա, որ խորհուրդը նսեմացնում է անիմաստ խոսքերով։ Հոբը ի վերջո հասկանալու ձևը սա է ասում. իրար խոսել են, բայց չեմ հասկացել։ Ինձ համար անիմանալի են եղել, եւ ես չգիտեի։ Աղաչում եմ լսիր, որ խոսեմ, քեզ խաշտում եմ ինձ իմացրու։ Ականջի լսելով ես լսել էի քո մասին, բայց հիմա աչքերս տեսնում են քեզ։ Վասն որը նվաստանում եմ, զղջում բողի ու մոխիրի վրա եւ ապաշխարում։ Որքան ապրեց Հոբը 140 տարի։ Քանի սերունդ տեսավ 4։ Նա ով պիտի մեռներ 4 սերունդ տեսավ։ Եվ նա մեռացավ, եւ նա գրված է մահացավ, ծերացած եւ օրերից կշտացած։ Պատկերացնում եք, մարդը ուշտ ապրել է։ Եվ դերը վերականգնեց դրա կյանքը։ Հիմա հարց տամ, հնարավոր է որ Աստծո մարդը իսկապես ապրի այսպիսի անկում, այն աստիճան ես ասում եմ, որ հույսը կորցնում է արդեն Աստծուց։ Այո, թե ոչ։ Գուցե Հոբը եզակի օրինակն էր։ Երեմիա, Աստծո ամենալավագույն մարգարեներից մեկը։ Լալկան մի մարգարե, ով էր նա, տեսեք, ես այս ծաղկակաղը արել եմ Աստվածաշնչից։ Նա իր մեջ Աստծո կրակ ունեցող մարգարե էր։ Նա քայլում էր Աստծո առաջ եւ չէր վախենում մարդկանց սպառնալիքներից։ Նրա ականջը կապված էր երկնային գահի հետ եւ երկրի վրա խոսում էր ինչպես Աստծո ձայն։ Նրա ազնիցիկ խոսքերը եւ հեղինակությունը ցնցում էր իրեն լսողներին եւ շատ թագավորներին։ Այս խոսքերի մեջ հաղթական մարդ տեսնում եք թե ոչ։ Շարունակում եմ։ Երեմիա 1:10 տես Տերը իրեն ինչ ասաց։ Ես քեզ այսօր ազգերի վրա եւ թագավորությունների վրա նշանակեցի, որ խլես ու պոկես, եւ փչացնես ու կորսեցնես եւ շինես ու տնկես։
այս խոսքերը լսողը կզգա, որ Երեմիան հաղթական մարդ էր։ Սակայն տեսեք ինչ է տեղի ունենում հետագայում։ Վարդան քո խոսքը ինձ բարձր է։ Չլսես։ Տեսեք, ազնիվ ու նվիրյալ մարդը ապրում է խորով հուսահատություն։ Երեմիայի խոսքերն եմ կարդում։ Երեմիա 20-րդ գլուխ 7-8 խոսք։ Տեսեք, ես ծաղր եմ դարձել ամեն օր եւ ամենը ծիծաղում են ինձ վրա, որովհետեւ քանի անգամ որ խոսեմ, պիտի աղաղակեմ, պիտի բողոքեմ։ Ում դերերով բողոքում Երեմիան։ Իրոջ։ Նայեք, բռնություն եմ ու զրկան, որովհետեւ իրոջ խոսքն ինձ համար ամեն օր նախատինք եւ անարգանք է դարձել։ Եվ ես ասացի նրան չհիշել, ասում գիտեք, ասում ես ասած եւ այլևս ես աստուն չհիշել, եւ չխոսեմ այլևս նրա անունով, այն ժամանակ սրտիս մեջ բարված կրակի պես դարձավ, ոսկորներումս պահված եւ ես հոգնեցի այն կրելուց ու էլ չկարողացա։ Մեկների չեկավ Երեմիայի վրա, հանկարծ Աստծո այս մեծ այրը հասնում է այնպիսի հուսահատության, որի գանգատը սկսում է Աստծո դեմ ուղղելու, ասում է ես այլևս էլ չուզեցի քո անունով խոսել։ Զարմանալի չէ, ունեք իշխան զարմացավ։ Պատկերացրեք, Աստծո այս կրակոտ մարդը հուսահատ, սա արդյոք վայել էր Աստծո մարգարեին, նա ով խոսում էր Տիրոջ հետ եւ նա ով խոսում էր Տիրոջ անունից։ Երեմիա մարգարեություն 20-րդ գլուխ 14-ից 18, շարունակում եմ։ Ինչ աստիճանի մարդը կարող է հասնել հուսահատության որ ծայրահեղության մեջ, որ այսպես ասեմ, անիծյալ լինի իմ ծննդյան օրը, այն օրը, որ իմ մայրը ծնեց ինձ օրհնյալ չլինի, անիծյալ լինի այն մարդը, որ ավետիք տվեցին հորս ասելով, քեզ մի արուք զավակ է ծնվել, որ նրան ուրախությունով ուրախացրեց։ Եվ այն մարդը այն քաղաքներից նման լինի, որ Աստված կործանեց ու չխնայեց։ Եվ նա աղաղակ լսի առավոտը եւ գոռում կեսօրվա ժամանակին, որ ինձ չմերձրեց արգանդիցը, որ ինձ համար իմ գերեզմանը իմ մայրը լիներ եւ նրա արգանդը հղի մնար հավիտյան։ Ինչու համար ես դուրս եկա արգանդից, որ աշխատություն եւ ցավ տեսնեմ եւ իմ օրերը վերջանան ամոթով։ Սա խոսում էր Աստծո մարգարեն։ Բոլորովին այս խոսքերը կարծես նման չէին զորավոր մարդու խոսքերը։ Այստեղ չէր երևում, որ խոսում էր անվախ մեկը։ Նա էլ հոբի նման աղաղակում էր ուսահատ ու կոտրված սրտով, դա ինձ համար թշվառին, դա ինչի համար է թշվառին լույս տալիս եւ դառնահոգին կյանք, որոնք սպասում են մահվան եւ նա չի գալիս, եւ նրանք գանձերից ավելի են որոնում, որոնք ուրախանում են հրճվանքով եւ զվարճանում են, որ գերեզման են մտել։ Նկատի ունի, որ գերեզման մտնողներն ավելի են զվարճանում, որ ի վերջո պրծան, քան թե նա ով իմ նման ապրում է երկրի վրա։ Կոչվելով Աստծո մարդ, բայց ապրելով հուսահատության այս ծայրահեղ աստիճան։ Երեմիան ինչով է վերջացնում իր խոսքերը։ Ոչ եք հուսահատվում, վերջում հույս կա։ Ես ես համար կարդամ Երեմիա, ողջ Երեմիայի վերջի գլուխը, ինչով վերջանում է Երեմիայի բոլոր մարգարեությունները։ Տեսնենք Երեմիան մեռավ հույսով թե հուսահատ։ Ես կկարդամ ու ուշադիր լսեք, հետո եզրակացումից կազմեմ։ Հիշիր ով Տեր, թե մեզ ինչ եղավ եւ տես մեր անարգանքը, մեր ժառանգությունը անցավ օտարներին եւ մեր տները օտարականներին, որբ եղանք առանց որ մեր մայրերը որբևարիների նման են, մեր ջուրը փողով խմեցինք, մեր փայտը գնով էին տալիս, մեր վզին զրկելով հալածում էին, վաստակեցինք ու հանգստություն չունեցանք, Եգիպտոսին ձեռք մեկնեցինք, Ասորստանին էլ հացով կշտանալու համար, մեր հայրերը մեղ գործեցին եւ չկան, իսկ մենք նրանց անօրենություններն ենք կրում։ Ծառաներ տիրեցին մեզ վրա, նրանց ձեռքից ազատող չկա։ Մեր անձի վտանգով բերինք մեր հացը, անապատում եղող սուրի պատճառով։ Մեր մորթը փռի պես սևացավ, սովի տանջած պատճառով։ Կանանց Սիոնի մեջ բռնադատեցին, կույսերին Հուդայի քաղաքների մեջ։ Իշխանները կախվեցին իրենց ձեռքով, ծերերի երեսը չհարգվեց։ Երիտասարդները երկնակարեր վեր առան եւ տղակը փայտի տակին ընկան։ Ծերերը դադարեցին դռնից, երիտասարդները իրենց երգելուց, դադարեց մեր սրտի ուրախությունը, մեր պարը սուգի փոխվեց։ Վայ ընկավ մեր գլխի թագը, վայ մեզ, որովհետև մեղանչել ենք։ Սրա համար մեր սիրտը նվաղած է, սրանց համար խավարված են մեր աչքերը։ Սիոնի սարի վրա որ ավերակ է, աղվեսներն են ման գալիս նրանում։ Դու ով Տեր հավիտյան կաս, քո հաթոռը ազգից ազգ է։ Ինչու ես մեզ հավիտյան մոռանում, մեզ ձգում ես երկար օրերով։
մեզ դարձու ով Տեր դեպի քեզ եւ մենք կդառնանք նորոգիր մեր օրերը առաջվա պես եւ վերջի նախադասությունն եմ կարդում այլ դու մեզ բոլորովին մերժեցիր մեր վրա շատ բարկացար Երեմիան այսպես է Հետաքրքիր է չէ Երբ որ կարդան միայն այս տողերը ու սրանով սահմանափակվեն, կզգանք, թե Աստծո մեծ մարդիկ պարտվում են եւ այսպես են մեռնում անհույս վերջը կտեսնենք, թե մեր հույսը ինչի վրա է։ Չեմ կարծում, թե մեզանից մեկը Երեմիայի պես է ապրել։ Ով է Երեմիայի կյանքով ապրել։ Նեղության ջրորների մեջ, դժվարության տառապանքների, այսպես զրկանքների մեջ, այն աստիճան, որ Աստծո այս մեծ այրը կարողացավ իր կյանքը վերջացնել այս ուսարտական խոսքերով։ Երրորդ մարդը, Եհիա։ Եհիայի մասին մի քիչ մենք կարող ենք առել, բայց կաշխատեմ շատ հպանցիկ անցնել։ Ով էր Եհիա։ Աստծո զորավոր մի մարգարե, վայրի մի մարդ, Աստծո մեծ զորություններ ճաշակած, նա հարություն տվեց մեռած մանկանը, նա կանգնում էր Աքավի առաջ իր աղոթքով եւ ասում էր, որ ես իմ աղոթքով կփակեմ երկինքը անձրև չի գա եւ միայն իմ խոսքով անձրև պիտի գա։ Սա Աստծո այս մարդն է։ Մի մարդ, որը մահ չճաշակեց, բայց ճաշակեց դառնի։ Եվ հանկարծ երրորդ թագավորաց 19:4 Բայց ինքը մեկ օրվա ճանապարհ գնաց անապատում, եկավ մի գիի տակին նստեց, սրտան սուզեց մեռնել ու ասաց. արդեն բավական է ով Տեր, իմ հոգին առ, որովհետև ես իմ հայրերից ավելի լավը չեմ։ Նա ամեն հնարավորը արեց։ Սպասում էր արդյունքան, բայց ինչ եղավ։ Նա նորից դարձավ աստանդական եւ թափառական, ամբարո մի թագավորի եւ նրա ամբարո կնոջ երեսից փախած։ Այսպես է թե ոչ։ Մեկ խոսքով ասած, կարծես թե Եհիան ուզում էր Տիրոջը դիվեք ինչ ասել։ Ուզում էր Տիրոջն ասել, թե ես քեզ ամեն բան տվեցի։ Արդյոք սա ճիշտ չէր։ Տվեցի իմ ամբողջ կյանքը։ Եվ ահա ես արդեն 80 տարեկան եմ։ Եհիան այս ժամանակ 80 տարեկան մարդ էր։ Ես տվեցի իմ բոլոր անձնական փնտրումները քեզ փնտրելու։ Չունեցա նույնիսկ ընտանիք։ Գիտեք չի ունեցել։ Չունեցա երեխաներ։ Չունեցա տուն, իմ տունը դարձել էր քերի թեղիղատը եւ իմ շրջապատը դարձել էին ագրավները։ Սա էր իմ ամբողջ կյանքը, որ ես ներդրեցի եւ ապրեցի քեզ համար եւ հիմա ընկճված, ես Աստծո մարդը նստած էր քարանձավի մի անկյունում, կարծես պարտված մի մարդ, փախուստի ու վախի ու զրկանքների մեջ։ Եվ գնում էր դեպի այն լեռը, որտեղ հույս ուներ կհանդիպի Տիրոջը եւ բողոքի իր սրտի գանգատը կասի։ Եվ ինչ մնացից, 80 տարեկան մարդ եմ, եւ ես չտեսա Իսրայել ազատագրված, ես միայն տեսա պարտություններ, միայն տեսա փախուստ, միայն տեսա կռապաշտություն, միայն տեսա անարգանքներ։ Այս ընթացքում Եհիան, պատկերացրեք, անցավ 40 գիշեր։ Ով է զգացել գիշերային մղզավանջ, ասենք, որ մի դառը բան ես սրտումդ գիշերը քունը չի տանում, այրվում ես անընդհատ, ամբողջ գիշեր, ուզում ես լույսը բացի որ պրծնես, լույսը բացում է, ուզում ես մութը գա որ պրծնես։ Դուք պատկերացրեք այս Աստծո մարդը 40 գիշեր նույն մղզավանջների մեջ, 40 գիշեր նահավորում էր նույն պարտության զգացումը, 40 օր նույն անուսությունը եւ ի վերջո ուզում էր մեռնել։ Սա արդյոք չէ նշանակում հանձնվել։ Երբ դու ասում ես, որ մեռնեմ, պրծնեմ, սա նշանակում է հանձնվել։ Եվ այլևս դու չես ուզում շարունակել հոգևոր պայքարը։ Նորմալ երևույթ է սա։ Նորմալ երևույթ է։ Բայց եթե մենք մեր հույսը չկորցնենք, կարող ենք մենք ապրել այս զգացումը, բայց նորմալ չէ, երբ մենք մեր հույսն ենք կորցնում։ Շարունակենք։ Այդ ընթացքում նա չէր հիշում Աստծո հրաշքները, Սատանան նրա սրտում դրել էր միայն հուսահատության եւ պարտության դառը զգացում, Սատանան սա կարող է անել, շատպես վարպետ է այն անելու, եւ նա չէր զգում ոչ մի մխիթարություն։ Օրինակ կարող են ձեզ լինել ժամանակներ, որ դուք լավ օրերը չհիշեք, Աստծո հրաշքները չհիշեք, կարծես ամեն բան մոռացել եք եւ դառնությունը սկսել է ծածկել այդ ամբողջ լավագույն բաները, որ մենք պետք է հիշեինք։ Հիմա գուցե ձեզանից որևէ մեկը կասի, ինձ չէ Եհիայի։ Եհիային ասել է վերջացրա Եհիա ամոթ։ Դու Աստծո մարդ ես, ամոթ ես, որ դու մոռացար Աստծո այդ բոլոր գործերը, որ քո միջոցով կատարվեցին, հրաշքներ տեսար, քո ձեռքով կատարվեց, Աստծո բոլոր բարիքները իր քո հանդեպ, դու երկինքն էիր փակում եւ բացում։
Եվ հիմա ասել ես այս ուսանության, տեսականորեն դուք ճիշտ եք, բայց պրակտիկորեն ոչ։ Այո, սա մեր բարի ցանկություն է, բայց երբեմն մենք ինքներս հասնում ենք մի աստիճան Եղիայի պես, երբ որ մեր առաջանում է հուսահատության միայն մի ճիչ, միայն մի բողոք, որ ուզում ես արտահայտվել ասել ու չկա մեկը, որ ես հասկանում։ Օրինակ ով է եղել շատ վիրավորված, ստորացված, որ չուզենա ոչ մեկի տեսնել, ուզում մենակ լինել։ Ով ասկի ապրես պես գազ։ Ուզում ես մենակ գնաս ոչ մեկի երեսը չես ուզում ես տեսնել։ Ու եթե հանկարծ մեկը փորձի գա քեզ հյուր եւ փորձի քեզ մխիթարել, չես ուզել լսել։ Ուզում ես գոռալ իր վրա ասել, գնա, չեմ ուզում լսել, հեռացեք, չեմ ուզում ոչ մեկի, ինձ մենակ թողել։ Պատահել էսպիսի բաներ։ Եթե չանեք էլ կուլտուրայից, գոնե ձեր ներսը չչմալ, դուք մխիթարությունը չեք ուզում, ասում ինչ կիրարից, որ մխիթարությունը ինձ ավելի տանջում, քան թե թողես գնաս, թողես ես հանգիստ իմ յուղով տապակ։ Հնարավոր է թե ոչ։ Սա հնարավոր է։ Եվ ի վերջո Եղիան գնաց երկին չճաշակած հաղթանակը, գիտեք, որովհետև Իսրայելը դերևս մնում էր նույն վիճակի մեջ։ Նա գնաց երկին, հասկացա, բայց Իսրայելը դերևս մնում էր նույն։ Հիմա մենք ուզում ենք ասենք սրանք 5 կտակարանից էին։ Մենք այժմ ապրում ենք շնորհքի դարաշրջանում։ Սուրբ Հոգով լցված քրիստոնյան չի կարող ապրել վախի և հուսահատության զգացում։ Չէ՞։ Ասոտան մեջ չի կարող լինել ընկճվածություն կամ դեպրեսիա։ Փորձենք անդրադառնալ Պողոս առաքյալի կյանքին։ Պողոս առաքյալ։ Ով էր Պողոսը։ Նա նոր կտակարանյան սուրբ էր։ Կարելի ասել առաքյալների հսկան։ Ես այսպես կբնութագրեի։ Իր գործունեությամբ։ Բարեպաշտ մի անձ, Աստծո անգին մի մարդ, նա ով Քրիստոսին շահելու համար ամեն ինչից զտվել էր եւ ամեն բան աղբեր համարում, որպես հասնել Քրիստոսի գիտության գերազանցությանը։ Նա իր կյանքի ամեն մի վարժան ապրում էր Քրիստոսի համար։ Նա էլ չամուսնացավ, ոչ կին ունեցավ, ոչ երեխաներ։ Նույնիսկ խորհուրդ էր տալիս ասում էր, լավ է նա որ չի ամուսնանալ, իմ նման եղեք, որովհետև ամուսնացած աշխարհին է օգնում, չամուսնացածը Աստծուն է։ Նա նույնիսկ այս ընտրեց իր համար։ Նա որի միջոցով չկար որևէ բան, որ Աստված իր միջոցով գործած չլիներ։ Համաձայն եք իմ ասածներին։ Նա որի միջոցով մեռելներ էին կենդանանում։ Նա որի մարմնի կսված թաշկինակները տանում էին հիվանդների վրա եւ բժշկում էին։ Ինքը մեր նման չէր աղոթում, ձեռը դնում, օծություն արձակում։ Մենակ գողը որ թաշկինակը քսեն իր շորի տանին, դեպերը դուրս էին գալիս, հիվանդները բժշկում էին։ Նա Աստծո գործի համար ասաց, ես իմ մարմինի արյանը հարց չէի տալիս, նույնիսկ դու կուզես թե չես ուզի։ Մենք երբեմն կարող ենք մեկ ասի, կարող ենք գնալ աղոթել, ասեմ գլուխս ցավում է, էլի, լավ վիճակ չունեմ, չեմ կարող։ Բայց Պողոսը գլխին հարց չի տվել, գլուխ ցաված, չցավված, պրոբլեմ չկա, դու դետաս, գլխին բռնում տանում են։ Ես խոսում եմ մի մարդի մասին, որ պրոբլեմ չի ներկայացնել Աստծո առաջ, բայց տեսեք նրա հուսահատության ճիչերը։ Նա ով ստացել էր Քրիստոսի այնպիսի մի հայտնություն, որ ոչ ոք չէր ստացել։ Քրիստոսը ինքն իրեն հայտնել էր Պողոս առաքյալին։ Մի մարդ, որ հափշտակվել էր մինչև երրորդ երկին, մինչև Աստծո դրախտ եւ լսել էր անպատմելի բաներ, որ մարդուն արժանի չէր խոսելու։ Նա ով տեսել էր, նա ով գրել էր գրվածքներ եւ նրա թղթերը մինչև մեր այսօրվա օրերը դերևս շինություն են պատճառում բոլոր ժողովուրդների նորքիով կարդում են։ Համաձայն եք, բայց հանկարծ տեսեք։ Երկրորդ Կորինթացի 1:8 Ես կկարդամ, դուք փորձեք Պողոսի վիճակը պատկերացնել։ Որովհետև եղբայրներ, չեմ ուզում, որ չգիտենաք Ասիայում մեզ պատահած այն նեղության մասին, որ մեր կարողությունից ավելի ծանր տարանք, նա ով գրում է, որ Աստված կարողությունից ավելի փորձություն չի տալիս, լսում եք, այստեղ գրում է մեր կարողությունից ավելի ծանր տարանք, մինչև իսկ մեր կյանքից հույսը գտնելու աստիճան։ Եվ մեր անձերի վրա գրեցինք մահվան վճիռը։ Պողոս առաքյալը հույսը գործել։ Ինքն ասում, մեր կյանքից հույսը կտրելու աստիճան եւ մենք մեր անձի վրա գրեցինք մահվան վճիռը։ Ինչ էր տեղի ունեցել սրանից առաջ։ Աստված Եփեսոսում շատ զորավոր կերպով էր գործել Պողոս առաքյալի միջոցով եւ գործում էր։ Այդ քաղաքում տեղի ունեցավ մեծ աղբյուրություն եւ այն տևեց 2 տարի։ Գործ 19:20-ում տեսեք ասում է, եւ այնպես Աստծո խոսքը աճում էր եւ զորանում այդ տեղանքում։ Այդ ժամանակ տեղի ունեցան զորավոր հրաշքներ, տևերը փախչում էին, կաղերը ու հիվանդները բժշկում էին։ Պողոսը դարձել էր ամենքի ուշադրության կենտրոնը։ Գործ 19-ի 16-12-ին ասում մենք
բոլորի ուշադրության կենտրոնն էինք դարձել։ Պողոսի միջոցով արված գործերը այնքան զորավոր էին, որ կախարդները հավաքեցին իրենց բոլոր կախարդական գրքերը եւ այրեցին, եւ գործկարակելոսն ասում է, որ նրանց գինը հասավ մինչեւ 50,000 արծաթ։ Արդյունք կար, չէ՞։ Զորավոր շարժ էր կատարվում։ Այն աստիճան, որ Պողոսին մարդիկ տեսան նրա ձեռքով կատարված հրաշքները եւ համարում էին Դիոս եւ Հերմես աստվածներ եւ վազում էին, որպես նրանց ոտքերի առաջ զոհ մատուցել։ Իրենց հանդերձները պատառելով փախչում էին Աստծո այդ մարդիկ եւ ասում են, ո մարդիկ, մենք էլ եկել ենք ձեզ ասենք, որպես այս ունայնություններից դառնաք դեպի կենթանի Աստված պաշտելու։ Մենք մարդիկ ենք ձեր նման սովորական։ 5 րոպե չանցած նույն մարդիկ Պողոսին քարկոծելով տարան քաղաքից չպրտեցին դուրս։ Այն մարդիկ, ովքեր Հիսուսին ովսանաներով ընդունեցին Երուսաղեմ, նույն մարդիկ խաչել բացականչելով Հիսուսին դարան Գողգոթա լեռը մահվան դատապարտելու։ Զարմանալի չէ, որ այսօր նույն եկեղեցում, նույն տեղերում ձեզ կարող են ովսանաներով ընդունել, բայց նույն մարդիկը դառնան ձեր խաչի դատապարտման պատճառները։ Չզարմանաք, սա նորմալ ավետարանական երևույթ է։ Ովքեր են պատրաստ սրա։ Անցած անգամ կարդացինք, որ Տերը երբ որ հարցին ասացին Տեր, որտեղից այս գրքերը, ասաց իմ տնից եւ իմ բարեկամներից։ Սա նորմալ է։ Շարժվենք առաջ։ Պողոսի վրա այնքան չէր ազդում ֆիզիկական դժվարությունները, որքան հոգեբանական դժվարությունները։ Գիտեք, որ հոգեբանական դժվարությունները մի քիչ առաջ էլ ասացի, ավելի դժվար է տանել։ Մի հատ արագ հիշեցի, ձեզ պատմեմ։ Ինչ որ արչն ու մարդը ընկերություն են անում։ Հետո օրերից մի օր այս մարդը արչին ասում է, ինձ է զսպելի հոտ է գալիս, էլի ես։ Արջը նեղանում է։ Առնում ասում է, կացինը վերցա խփի վզիս։ Ասում է, ոնց խփեմ, մենք ընկերներ ենք։ Ասում է, խփի, թե չէ, իմի քեզ կուտե։ Այս մարդը ստիպված վերջնում կացինը խփում է արջի վզին, լավ վիրավորում է։ Արջը թողնում հեռանում է այս մարդը։ Անցնում են տարիներ։ Հետո նորից արջը սրան հանդիպում է անտառում։ Ասում է, դու հիշում ես մենք ընկերներ ենք։ Ասում է, վզիս նայում, ասում է, սպին երևում է, ասում է, գրեթե ոչ։ Ասում է, վզիս վերքերը լավացան, բայց ինձ պատճառած սրտիս վերքերը մնացին նույնը։ Այսինքն վիրավորանքը չկարողացա մոռանալ։ Կան հոգեբանական ցավեր, որ մարդիկ դժվար են մոռանում կամ գուցե չեն մոռանում։ Ֆիզիկական ցավից ավել։ Կան հոգեբանական անկումներ, որ մարդիկ ավելի ծանր են տանում։ Եվ ես ես կասեմ, Աստծո մարդիկ ավելի շատ տանջվել են հոգեբանական հարվածներից, քան թե ֆիզիկական։ Ընդունում եք ուսա, այսպես։ Ուրեմն շարունակենք, 2 Կորինթացի 11:28 մեկ կողմ թողած այլ նեղությունները եւ դեռ այն, որ շարունակ ամբողջ ինքնին վրա է կուտակվում, կայի բոլոր եկեղեցիների հոգսերը, ով է տկար, որ ես տկար չլինեմ, ով է գայթակղում, որ ես չայթեմ։ Պողոս առաքյալը խոսում է իր այն տկարությունների մասին, որ ասում է ամբողջ հոգսերը, եկեղեցիների հոգսերը, դժվարությունները այստեղից, այնտեղից, 2 Կորինթացի շատ է ասում, եւ ի վերջո ասում է դժվարությունների սուտ եղբայրներից ամբողջ եկեղեցիների հոգսերը, որոնց տակ ես հերջ Աստծո մարդը այսպես ճառնում էր։ Եվ ասում է, եւ ես երբեմն ինձ տկար եմ զգում։ Դերը չի սիրում, երբ դու հաջողակ քրիստոնյա ես։ Չի սիրում, երբ դու հետևում ես Տիրոջը։ Եկեք հիշենք մեր ապաշխարության սկիզբը շատերս։ Գուցե ոմանք պարով մտանես եկեղեցի հարմար բարի ժամանակին, բայց այստեղ շատերը դժվարություններ են կրել։ Ովքեր են նախատինքներ կրել Քրիստոսի համար։ Մերժումներ։ Ձեր բարեկամները մերժեցին ձեզ, համարեցին դուրս գրած մարդ, չէին ուզում ձեր երեսը տեսնել, ձեր ամուսինի հանուն տրից դուրս էին շպրտում, ասեն որտեղ կան գնացեք մնացեք, մերժեցին։ Վեճեր։ Եվ լինում են պահեր եւ ոչ ոք քեզ չի կարողանում հասկանալ։ Դու բարեր չունես մարդկանց, նույնիսկ ճիշտը ասելու։ Տեսեք Պողոս առաքյալը 2 Կորինթացի 2:4-ին ինչ ասում, որովհետեւ բազում վշտերից եւ սրտի նեղությունից ձեզ գնեցի բազմաթիվ արտասուքներով։ Այստեղ ինչպիսի վիճակի մեջ եք տեսնում Պողոսը։ Նորից կարդամ բառերը։ Տեսեք, քանի բացասական դավանություն կա։ Մենք գոնես բացասական բաներ ասում, տունը արցակում են վրես, ասում են բացասական բան չդավանես։ Երբեք պետք է ճշմարտություն ասել։ Շատ ֆանատիկներ եղեք։ Տեսեք, որովհետև բազմաթիվ վշտերից, վիշտ, սրտի նեղություններից գրեցի ձեզ բազմաթիվ արտասուքներով։ Պողոսը նստած ինչի էր լաց լինում գրելուց ըստ ձեզ։ Դուք որ մի բան գրում եք, չի պիտի լաց լինեք, եթե ամեն ինչ ձեր ուզածի պես է եղել։
Գիտեք հաղթական, փառական կյանքով եք շրջվել։ Ոչ, Պողոս առաքյալը ապրում էր դեպրեսիայի մեջ, լացում էր ու գրում էր բազմաթիվ վիշտ ու արտասուք ու տառապանք զգացած մի մարդի պես։ Թեկուզ նա զորավոր մարդ էր, բայց ուներ նաև մարդկային մի սիրտ, որը երբեմն տրտմում էր եւ ուսահում։ Բայց նա ցույց էր տալիս, որ մեր հույսն Աստված է։ Կարդանք Պողոսի մտավախություններից, 2 Կորինթացի 7:5, որովհետև երբ հասանք Մակեդոնիա, մեր մարմինը հանգիստ չունեցավ, այլ ամեն բանի մեջ ներվում էր, դրսից կռիվներ, ներսից ահ եւ վախ։ Նա ով այդքան շատ էր խոսում հաղթանակից, այստեղ խոսում է ահ ու վախի մասին, վախ, նորից կարդամ, չեմ սխալվում ես, դրսից կռիվներ, ներսից ահ եւ վախ։ Պողոսի հավատի պակասությունից չէր գործագրում էր, սա գրում էր ճշմարտությունից։ Պողոսը դրսի կռիվներին ավելի հեշտ էր դիմակայում, քան թե եկեղեցու ներսում եղած ահ ու վախից։ Բայց այդ վախը կար ասու այս մարդու։ Այո, սատանան ուզում է վախ ցանել։ Նա ուզում է, որ մենք չհավատանք, թե մեր աղոթները կհասնեն Աստծուն, որ Աստծո երես փնտրելը շատերի համար անիմաստ դառնա։ Բայց եթե նույնիսկ մենք հասել ենք այն աստիճանին, որ կարծես թե մեզ թվում է անիմաստ, հիշեք, իմաստ կա սրա մեջ։ Ի վերջո եզրափակման մեջ կան կառնեք սրա վրա ու կտեսնեք, որ իրապես արժե սա։ Սակայն Պողոսը հասկանում էր Աստծո նպատակը։ 2 Կորինթացի 1:9 տեսեք ինչ անում։ Մենք մեր անձի վրա մահվան վճիռը կրեցինք, որ սովորենք մեր անձերի վրա հույս չդնել, այլ Աստծո վրա, որ մեռելներից բարություն է տալիս։ Նորից եմ կարծում։ Ինչու Աստված թույլ տվեց, որ մենք հասնենք այս աստիճան, Պողոս հասկացել է, որ մենք մեր անձերի վրա հույս չդնենք, այլ նրա վրա, ով որ հարություն է տալիս մեռելներից։ 2 Կորինթացի 4:10, որովհետև մեր այս կյանքի վարդյանական նեղությունը արժանի չէ բաղդատելու գալիքային փառքի հետ, որը պետք է հայտնվի հավիտենական կյանքի համար։ Պողոս առաքյալն ասում է, եթե նույնիսկ անգամ ձեր երկրային կյանքը դուք ապրեք նահատակությամբ, վերջացեք նահատակությամբ, ապրեք ծայրահեղ դժվարությունների մեջ, բարգավաճման քարոզները ձեր վրա չհասնեն, դուք դառնաք ասպանդական, թափառական, երկրի վրա կարծես թե ոչինչ չունեցող մարդիկ, միևնույն է հիշեք, որ այս երկրի վրա ձեր կրած նեղությունները վայրկյանական են այն փառքի հետ համեմատած, որը պետք է հայտնվի մեր Տեր Հիսուս Քրիստոսով հավիտենական կյանքի համար։ Այսինքն մենք չենք սպասում մեր վարձքը երկրի վրա առնելու, մենք սպասում ենք այն քաղաքին, որի ճարտարապետը եւ արարիչն Աստված է, այն քաղաքին, որտեղ պետք է հաղթողները ժառանգեն։ 2 Կորինթացի 6:4 ամեն բանի մեջ մեր անձերը ընծայում ենք, ինչպես Աստծո պաշտոնյաներ, շատ համբերությունով։ Ողքինի դասար, ամեն բանի մեջ մեր անձերը մենք ընծայում ենք, որպես Աստծո պաշտոնյաներ։ Ճավլի շեշտված ասա, շատ համբերությունով, նեղություններով, վշտերի մեջ, չարչարանքների մեջ, ծեծերի մեջ, բանտերի մեջ, խռովությունների մեջ, աշխատանքների մեջ, հսկումների մեջ, ծոմերի մեջ։ Ասա ինչպես, գիտությամբ, իմաստությամբ, երկայնամտությամբ, քաղցրությամբ, սուրբ հոգով, անկեղծ սիրով, ճշմարիտ խոսքով, Աստծո զորությամբ, արդարության զենքերով։ Ողքինի դարձած դուր եկավ իրան։ Շարունակի, մի քիչ բարձր ասեք, աջ և ձախ կողմից, փառքով և անարգությամբ, բարձրավանքներով և գովասանքով, ինչպես մոլորեցնողներ, բայց ճշմարիտներ, ինչպես չճանաչվածներ, բայց շատ լավ ճանաչվածներ, իբրև մեռածներ, բայց ահավասիկ կենդանի են, իբրև պատժվածներ, բայց չսպանվածներ, ինչպես տրտմածներ, բայց միշտ ուրախ ենք, ինչպես աղքատներ, բայց շատերին ենք հարստացնում, ինչպես ոչինչ չունեցողներ, բայց ունենք ամեն ինչ։ Հետաքրքիր է, այսպես են վարվում մերերը, մեզ այսպես են նայում, քանի անգամ են մարդիկ հանդիպում, որ կարծես թե քեզ չեն տենում, իբր չեն ճանաչում, բայց շատ լավ են ճանաչում։
Եվ մենք սրա մեջ կարող ենք ապրել հուսահատություն, բայց պետք չէ հուսահատվել, մենք մեր հույսը չպետք է կորցնենք, որովհետև ահա սրանցով է, որ մենք պետք է մուտք գործենք Աստծո թագավորություն։ Հնարավոր է եմ ասում, բարգավաճման ծրագիրը քո վրա չհասնի եւ Աստված քեզ տանի ավելի մեծ դժվարությունների, որովհետեւ նույն Պողոս հրականացներ նրանք ովքեր ուզում են Քրիստոս, ովքեր ուզում են աստվածապաշտությամբ ապրել, Քրիստոս Հիսուսով հալածանք պիտի բերեն։ Ովքեր են ուզում աստվածապաշտությամբ ապրել, չեք խուսափելու հալածանքներից։ Երեք երբեք մենք խուսափում հալածանքներից, երբ որ մենք սկսում ենք կոմպրոմիսով ապրել։ Երկրորդ Կորինթացի 12:10 Պողոս հրականացնեն վասն որով հավանել են։ Լսեք, այս մարդը ինչին է հավանել։ Չի հավանել Մերսեդեսներին, Դավեշի կաշկեն ժամանակին ասել դա յու ֆայթին դողել։ Պողոս հրականացնեն սաշեն ուզում ասել եւ հավանել են տկարությունների, թշնամանքների, վշտերի, հալածանքների եւ նեղությունների Քրիստոսի համար։ Եթե այս ամեն ինչը, որ ես գրում եմ Քրիստոսի համար եմ այս գրում, նույնիսկ եթե այն լինի նեղություններ, տկարություններ, թշնամանքներ, վշտեր եւ հալածանքներ, հոժար։ Ո՞վ է հոժար։ Ինչ լավ հեշտ հոժարվում եք։ Պողոսացի 1:24 Հիմա ուրախ եմ իմ չարչարանքների մեջ, նույնիսկ ուրախություն էր պատճառում Աստծո այս մարդին։ Եվ երկիրը կարծես ոչինչ չուներ, բարիս բուն իմաստով, կարծես ուներ 500 եկեղեցիներ, բայց ինքը մենակ էր զգում իրեն։ Ուներ 500 եկեղեցիներ, մենակ Տիմոթեոսի վրա էր մատը դնում ասում էր, չունեմ մեկը սրտագից ու հարազատ Տիմոթեոսի պես, որ Աստծո գործը գործի, քանզի ամենը իրեն շահն են փնտրում եւ ոչ թե Հիսուս Քրիստոսին։ Երբեմն որ դուք խորանաք Պողոս արաքյալի կյանքի մեջ, դուք ինքներդ տեսնեք, որ Աստծո այս մեծ մարդը, այսքան շրջապատված լինելով 500 եկեղեցի, ամեն եկեղեցիները, ես իմ քանի հարյուրավոր մարդկանցից եւ ինքն իրեն զգում էր մենակ եւ ասում էր բոլորը իրեն շահն են փնտրում, ի օգուտ իրենց են գործում ամեն հարցերը։ Եվ կտեսնեք, որ հնարավոր է, որ քո մեջ գա հուսահատության վիճակ։ Եվ հիմա ուրախ եմ իմ չարչարանքների մեջ, ձեզ համար եւ լրացնում եմ Քրիստոսի նեղությունների պակասը իմ մարմնի մեջ, նրա մարմնի տեղ, որ է եկեղեցին։ Լադորից կարդամ ինչ սիրուն խոսք է։ Հիմա ուրախ եմ իմ չարչարանքների մեջ, ձեզ համար, որ լրացնում եմ Քրիստոսի նեղությունների պակասը։ Այսինքն այն ինչ Հիսուս Քրիստոսը նեղություն կրեց եւ թողեց մի մասը մեզ համար, մենք լրացնում ենք այդ պակասը, որովհետեւ գրված է, որ նրանք ովքեր Քրիստոսի չարչարանքներին աղորդ եղան, նրա փառքին էլ կցորդ պիտի լինի։ Համարը Կողոսացի 1:24 Եվ լրացնում եմ Քրիստոսի նեղությունների պակասը իմ մարմնի մեջ, նրա մարմնի տեղ, որ է եկեղեցին։ Առաջի Կորինթացի 4:9 Ես Պողոսից կպրծնենք ու կգանք եզրափակման։ Առաջի Կորինթացիների 4:9 լսեք։ Ինձ այնպես է թվում, Պողոսի սրտի խոսքն է, թե մեզ առաքյալներից Աստված հետիներ դարձրեց։ Ո՞վ է ուզում առաքյալ լինի։ Ոչ է դարձնելու Աստված քեզ։ Ուզում եք, բան չի դարձնել, նստեք, փառավոր մարդիկ ձեզ ծապտանում անդակ գովեն։ Մեզ հետիններ դարձրեց որպես մահապարտներ, որովհետև տեսարան դարձանք աշխարհին եւ հրեշտակներին եւ մարդկանց։ Շարունակեմ։ Մինչև այսօր մնացինք եւ քաղցած, եւ ծարավեցինք, եւ մնացինք մեկ, եւ բռնցքարվեցինք, եղանք անկայան, այսինքն մի տեղ չունեցող, կայան չունեցող, եւ չարաչար աշխատում էինք մեր ձեռքերով, բան փասում էին մեզ օրհնում էին, հալածում էին, դիմանում էին, հայոյում էին, աղոթում էին, առակ նշանակ եղանք ամբողջ աշխարհին ջնջոց բոլորի համար մինչև այժմ։ Ո՞վ առաքյալ էր։ Ինչու այստեղ բարգավաճման ծրագրի մասին չի խոսում։ Ես դեմ չեմ բարգավաճման, Աստված օրհնություն եւ առատություն կտա, բայց եթե քո կյանքը միայն լի է, հեղի է օրհնություններով, առատ փողով, ունեցվածքով, լիությամբ, հիշի դու Քրիստոսի խաչից հեռացած մարդ ես։ Ուղղակի սատանան քեզ խաբել է մի ուրիշ բանով։ Պողոս առաքյալից մեծ նվիրյալ մարդ չի գտնի Աստվածաշնչում։ Բայց իր կյանքը նորից կարդամ, մնացինք մեր ծարավ, դարձանք քաղցած, բռնցքարվեցինք, եղանք անկայան, չարաչար աշխատում էինք մեր ձեռքերով, բան փասում էին, օրհնում էին, ովքեր էին բան փասում ձեզ աշխարհի մարդիկ, եկեղեցիներն էին միացել նրանց, հալածում էին, դիմանում էին, հայրում էին, աղոթում էին, դարձանք առակ նշանակ ամբողջ աշխարհին եւ տրապկա դարձանք բոլորի համար մինչեւ այսօր։ Առաջի Կորինթացի 15:19
Եթե միայն այս կյանքի վրա եք հույս դրել, աշխարհի բոլոր մարդկանցից դուք ավելի թրջալի եք։ Եթե մենք մեր Աստծուց սպասում եւ ակնկալում ենք, որ այս աշխարհի վրա պիտի մենք կերենք մեր երկնքի տակավորությունը, ասում եմ դուք աշխարհի բոլոր մարդկանցից ավելի թրջալի եք, որովհետեւ Քրիստոսին հավատացող եւ նրան հետևող մարդին սպասվում է դժվարություններ, սպասվում է զրկանքներ, սպասվում է նեղություններ, ընդհանուր միջև մահ։ Որն ենք մենք ընտրում։ Լինել Քրիստոսի հետ, ինչպես Մովսեսը նա մերժեց Եգիպտոսի ժամանակավոր գանձերի մեջ հաղթանալը եւ հոժար եղավ Աստծո ժողովրդի հետ վերջնել Քրիստոսի չարչարանքները եւ հետևել նրան։ Որն ենք մենք ընտրում։ Բարգավաճում թե Քրիստոս։ Քրիստոս եւ եթե Տերը տա ինչու՞ չէ նաեւ բարգավաճում։ Հայտնություն 17-14։ Ովքեր են այս սպիտակ հանդերձներ հակասները։ Սրանք գալիս են մեծ նեղությունների եւ իրենց հանդերձները լվացին ու սպիտակեցրեցին գառնուկի արյունով։ Եվ գառնուկը նրանց պիտի տանի դեպի կյանքի ջրի աղբյուրները եւ Աստված սրբելու է նրանց աչքերից ամեն արտասուք։ Ուրեմն գառնուկը մեզ պետք է տանի ուր։ Ծառավազներին պետք է տանի կենդանի ջրի աղբյուրները։ Քաղցածներին պետք է տա կյանքի հացը։ Հաղթողներին պիտի կերցնի պահված մանանայից։ Եվ գրած է, եթե այսօր ձեր աչքերին արտասուք կա իր պատճառով, այնտեղ ինքնասրբելու։ Պատկերացնես, այնտեղ կա ասեց կանի աչքերից, մաղբի, պաչի քեզ, կասի սիրում եմ քեզ։ Էլ արդյուն չես տեսնի դու հավիտյան։ Որովհետև երկնքում արտասուք չկա, երկնքում կա ուրախություն։ Եթե կա արտասուք, գոնե կլինի ուրախության արտասուք, որտեղ սրանք տարբեր են։ Գանք վերջին։ Ինչպես դուրս գալ նման իրավիճակից, եթե մենք դեպրեսիայի մեջ ենք, եթե մեզ սկսել է պատել հուսահատությունը։ Առաջին, մի մտածեք, թե միայն դուք եք բերում նման փորձությունները։ Հիշեք, ձեզանից առաջ Հոբին, Երեմիային, Եղիային, Դավթին, Պողոսին եւ այսօր էլ շատ կան, որ նույն զգացումներն ունեն, ինչ որ դուք եք զգում։ Դուք մենակ չեք։ Եվ Աստված գիտի այդ մասին։ Եբրայեցի 11-ի 36-ից 38։ Տեսեք, շարունակեմ։ Նրանք, ովքեր Աստծո նվիրյալներն են, էլ չասեմ այնտեղ Սամսոն, Բարակ, Եփթայի, մյուսները, որ գալիս է, ասում են, եւ ուրիշները ենթարկվեցին տանջանքների, գանահարությունների, կապանքների եւ բանտերի, քարկոծվեցին, սղոցվեցին, փորձության ենթարկվեցին, սրով սպանվեցին, թափառեցին ոչխարների եւ այծերի մորթիներով, ապրեցին կարիքի մեջ, նեղության մեջ, չարչարանքների մեջ, մոլորված անապատում եւ լեռներում եւ քարայրներում եւ երկրի խորշերում։ Ում մասին էր այս խոսքն ասում։ Մեզնից ով է դերևս այսպես ապրել, բայց մեզանից առաջ Աստծո մարդիկ ապրեցին այս եւ օրհնեցին Աստծուն։ Կարծես հույսները կտրած, բայց ելի հույս ունենալով։ Եթե հույս չունեին այս կյանքում գտնելու որևէ բան, բայց հույս ունեին, որ գալիք հավիտենական կյանքում նրանք պետք է ժառանգեն Աստծո բոլոր խոստումները։ Ահա ինչու Եբրայեցիների 11-ի վերջի խոսքը ավարտվում է, որ նրանք խոստումները չառած գնացին, հավատով տեսան այն քաղաքին, այն ճարտարապետու արարիչ ունեցող Աստված կառուցել այս քաղաքին եւ խոստովանեցին, որ իրենք օտար ու պանդուխտ են այս երկրի վրա։ Օտար ու պանդուխտ։ Եվ Աստված ինքն է ուզում, որ դու օտարության զգացում ունենաս այս երկրի հանդեպ, որ այստեղ չկառուցես քո թագավորությունը, որ այստեղ չկուտակես քո գանձերը։ Համաձայն եք։ Մեր գանձերը որտեղ են կուտակում։ Թաղման համար փող հավաքենք, թե չհավաքենք։ Վերջի օրվա համար, դակավի համար փող պահենք, սիրելի տատիկներ, չպահեք, տվեք Տիրոջը։ Անանց դեմի միջոց հարմար, ես փողա պետք բան պետք է առնենք։ Թաղումը հաստատնեց կազմակերպել, որ զարմացած մնակվի։ Եվ այս ամենը Աստծո մարդու հետ է։ Տեսեք, առաջին Պետրոս 4:12։ Սիրելիներ, տարօրինակ մի համարեք այն նեղությունը, որ ձեզ փորձելու համար է։ Ողջույն ասա։ Ասա սիրելիս։ Տարօրինակ մի համարիր այն նեղությունը, որ քեզ փորձելու համար է։ Որպես թե մի տարօրինակ բան պատահած քեզ։ Ուրախ եղեք։ Որպես Քրիստոսի չարչարանքների մասնակիցներ։ Որպես նրա փառքի հայտնության ժամանակ ցնցակ եւ ուրախանալ։ Առաջին Պետրոս 5:9
Արդուն եղեք եւ սկեցեք, քանի որ ձեր ոսողը սատանան ման է գալիս եւ փնտրում է թե ում կուլտա, դիմադրեցեք նրան հաստատ լինելով հավատքի մեջ։ Փաստորեն սատանան օգտվում է մեր ընկճվածության վիճակից եւ ման է գալիս, որպեսզի կուլտա քեզ։ Այս ժամանակ Սուրբ Օգին ասում է, որ ինչ եղեք, դիմադրեցեք նրան հաստատ լինելով հավատքի մեջ։ Իմացեք, որ ձեր եղբայրների համայնքը աշխարհում իր վրա կրում է չարչարանքների նույն փորձությունները, այդ կերպ ասած 7000 կա քոնման երկրի վրա, որ նույն չարչարանքներն ա կրում, ոգի դու դաց մասին չգիտես, իսկ Աստված գիտի։ Երկրորդ, երբ դու հուսալության եւ տրտմության մեջ ես, աղաղակիր դեպի Տերը։ Հույսդ մի դի մարդի վրա, մի կախվի փրփուրներից, այլ հույսդ դիրասու վրա։ Սաղմոս 55, 17-19 Բայց ես դեպի Տեր Աստված կկանչեմ եւ Տերը կփրկի ինձ։ Իրիկունն ու առավոտը եւ կեսօրին ողբում եմ եւ հառաչում, եւ նա լսում է իմ ձայնը։ Նա խաղաղությունով կփրկի իմ անձը այն կռվից, որ իմ դեմ է, որովհետեւ շատ են նրանք, որ ինձ հետ են։ Սաղմոս 18, 2-7 Ես ուզում եմ միասին ասեմ։ Տեր, իմ վեմ եւ իմ բերդ, եւ իմ ազատիչ, իմ Աստված, իմ ամրություն, որին ես ուսացած եմ, ով իմ ասպար եւ իմ փրկության եղջյուր, նա իմ բարձր աշտարակն է, ես օրհնյալ Տիրոջը կանչեցի, եւ իմ թշնամիներից կփրկվեմ, մահվան լարերը շրջապատեցին ինձ, եւ գորստյան վտակները վախեցրին ինձ, գերեզմանի ցավերը պատեցին ինձ, մահվան որոգայթներ ելան ինձ վրա, ես իմ նեղության մեջ կանչեցի դեպի Տերը, եւ դեպի իմ Աստվածն աղաղակեցի, եւ իմ աղաղակը նրա ականջին հասավ, եւ դուրս եկավ նրա առաջին։ Ով է Սաղմոսը աղաղակում, Աստծո Դավիթ, այն մարդը, որին Տերն ասում է իմ սրտի համեմատն է։ Ուրեմն հնարավոր է, որ դու Աստծո սրտի համեմատ լինես եւ այս աղաղակները քո սրտից բարձրանան դեպի Աստված, հնարավոր է։ Սաղմոս 30, 3-4 Ով Տեր իմ Աստված, ես դեպի քեզ աղաղակեցի եւ դու բժշկեցիր ինձ։ Տեր, դու իմ անձը հանեցիր գերեզմանից եւ ինձ կենդանի պահեցիր փոսի մեջ մտնողներից։ Սաղմոս 72-12 Որովհետեւ նա կփրկի խեղճին, որ աղաղակում է եւ աղքատին, որ օգնություն չունի։ Փառք Տիրոջը։ Եվ երրորդը, վերջինը, ելնենք Աստծո խոսքի վրա։ Պինդ կարճեք ձեզ տրված խոստումներից եւ ձեր գաղտնի աղոթքասենյակում եկեք Տիրոջ առաջ եւ աղոթեք նրան։ Եփեսացի 3:20-21 Ուրեմն նրան, ով կարող է ավելին անել, առավել առատությամբ, քան այն ամենը, ինչ մենք խնդրում ենք ու մտածում, ըստ այն զորության, որ գործում է մեր մեջ, նրան փառք եկեղեցում, ի Քրիստոս Հիսուս բոլոր ժամանակներում հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Միասին ասենք, կանգնենք խնդրում եմ։ Ասեք, ուրեմն նա, ով կարող է ավելին անել, առավել առատությամբ, քան այն ամենը, ինչ խնդրում ենք ու մտածում, ըստ այն զորությամբ, որ գործում է մեր մեջ, նրան փառք եկեղեցում, եւ ի Քրիստոս Հիսուս բոլոր ժամանակներում հավիտյանս հավիտենից ամեն աղոթում ենք դեր չենք հագեք ձեր աչքերը վստահեք Սուրբ Հոգուն, որ ձեր մեջ է, որովհետև ձեր մեջ է ապրում Սուրբ Հոգին, որ ավելի մեծ է, քան աշխարհի միջինը։ Նա բարեխոսում է մեզ համար անմռունչ հեծությամբ եւ անբարբար հառաչանքներով։ Նա է մխիթարիչը, որ եկել է մեզ առաջնորդելու ամենայն ճշմարտություն։ Նա եկել է մեր մեջ, որ փառավորի Հիսուսին։ Նա որդեգրության տնիկն է եւ փրկության գրավը։ Նա մեր մտերիմ ընկերն է
եւ ամենալավ բարեկամը։ Դու ворդ չես։ Նա մեռելներից հարություն տվող փառած Տերն է։ Նա որ ճշմարիտ է եւ նրա մեջ անիրավություն չկա։ Նա եկել է որ Քրիստոսին իրական դարձնի քո մեջ։ Եվ նրա մեջ է գտնվում գիտության եւ իմաստության բոլոր գանձերը։ Նա բխում է հորից եւ որդուց։ Եվ մեր սրտերի մեջ է բերում հորը եւ որդու։ Հայրը տվեց մեզ Սուրբ Հոգին, որ հավիտյան մեր մեջ բնակվի եւ մեզ հետ լինի։ Նա է որ պետք է պատրաստի եկեղեցին, անբիծ եւ անարատ եւ առանց խորշոմության։ Նա է որ մեր մեջ բերում է Աստծո թագավորությունը, Աստծո արդարությունը, Աստծո ուրախությունը, Աստծո խաղաղությունը։ Երբ մենք ծարավ ենք, նա մեր սրտերում դառնում է կենաց ջուր։ Երբ մենք քաղցած ենք, նա մեր սրտերում դառնում է կենաց հաց։ Երբ մենք մոլորվում ենք, նա մեր ճանապարհներին դառնում է լուսավոր փարոս։ Երբ մենք հուսահատվում ենք, նա մեզ ցույց է տալիս Աստծո հավատարմությունը։ Երբ մենք սառչում ենք, նա Աստծո խորանից կրակ է փչում մեր հոգու մեջ։ Երբ մենք մեղանչում ենք, նրա բարեխոսությունը անուշահոտ խունկի պես բարձրանում է դեպի երկնային գար։ Երբ փորձության մեջ ենք, նա մեզ դարձնում է ոսկուց անարատ, 7 անգամ զտված։ Երբ մենք խարխափում ենք անհավատության ճիրաններում, նա բժշկում է մեր թերահավատությունը։ Երբ մեր վրա են բարձրանում կյանքի փոթորիկներն ու ալեգործությունները, նա խաղաղեցնում է այն եւ հանգստություն պարգևում մեզ։ Նույն ինքը Հոգին վկայում է մեր հոգիներին, որ մենք Աստծո որդիներ ենք, ժառանգներ Աստծո եւ ժառանգակիցներ Քրիստոսի։ Երբ մենք չգիտենք ինչ խոսել, մեր դժվարության պահին նա լեզու է դնում մեր մեջ, մեր բերանին եւ իմաստություն տալիս մեզ։ Երբ սատանան ատելություն է սերմանում մեր մեջ, մենք կարիք ենք զգում, որ Աստված իր սերը տարածի մեր մեջ Սուրբ Հոգու ձեռքով, եւ դու դառնում ես Սուրբ Հոգու տաճար,